Ողջույն Նորեկիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է Հայաստանի առաջին մասնավոր դետեկտիվ բյուրոյի հիմնադիր, դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ եւ երկար տարիներ ոստիկանությունում ծառայած փոխգնդապետ Հայկ Գաբրիելյանը։ Ողջույն պարոն Գաբրիելյան։ Բարև ձեզ Թամարա ջան։ Շնորհակալ եմ կրկին մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Մենք ունեցել ենք մեկ այլ շրջանակներում զրույց, սակայն այսօր որոշեցինք, որ պետք է ավելի անկեղծ զրույց ունենանք եւ ձեզ ներկայացնենք նաեւ ավելի այլ կողմով մեր հետևորդներին։ Ես եմ շնորհակալ հրավերի համար եւ եւս մեկ անգամ հյուրընկալվելու ձեր ջերմ տաղավարում, պատրաստ եմ պատասխանելու ցանկացած հարցի անկեղծորեն։ Շնորհակալ եմ շատ եւ սկսենք մանկության շրջանից։ Կարող եք հիշել ձեր մանկությունից մի պահ, որը ամենաշատը ձևավորել է ձեր անձնական արժեքները։ Մանկության ամենահետաքրքիր պահը դա Երևանյան բակային մանկությունն է, երբ որ մեծանում ես ընկերների շրջանակում, տարիքով ավելի մեծ հարևանների, բարեկամների միջավայրում եւ ձևավորվում է ճիշտ անհատը։ Լավ անհատ է, այն ժամանակ տես դաստիարակչական շրջան էր, մեր Երևանում ընդունված է տրադիցիոն, ձևավորումը մարդու, անհատի, պատանու, այսինքն երեխա, պատանի եւ այդ շրջանը, դրան գումարվում է նաեւ իմ դպրոցական տարիներին ես եղել եմ պիոներական դրոժինայի խորհրդի նախագահ, հիմա շատ այնց խորհուրդ բառեր եմ ասում, բայց այն ժամանակ դա շատ լավն էր ու դա նաեւ տեղից սկսած ձևավորվել է իմ մոտ դեպի ձգտում ադմինիստրատիվ աշխատանք, կազմակերպչական աշխատանքների եւ այդպես։ Դուք ընդհանրապես այնպիսի մասնագիտություն ունեք, որ բակային կյանքը եւ ընդհանրապես մանավանդ տղաների համար մեծանալու զուգընթաց բավականին շատ խնդիրների են հանդիպում, ինչպիսին է եղել մանկության շրջանում բակային կյանքը, արդյոք եղել են օրինակ խնդիրներ կամ եղել են տարբեր իրադարձություններ, որոնք այսօր էլ գիտենք, որ արդիական են։ Ինչպես է անցել ձեր մանկության տվյալ շրջանը։ Ես ունեցել եմ հրաշալի եւ շատ բուռն մանկություն եւ պատանեկություն, նմանատիպ խնդիրներ չենք ունեցել, որովհետեւ ուղղակի արել ենք ընկերություն, ամեն ընկերն ընտրել է իր ճանապարհը, այն ժամանակ այդ հետաքրքիր բանը կար, որ մի ընկերը եթե ընտրում էր մի այլ ճանապարհ, ասենք օրինակ, շակերտավոր փողոցային կյանք եւ այլ, եւ մյուս ընկերը ընտրում էր ուսման կամ աշխատանքի տեղավորելու, զարգանալու, աճելու ճանապարհը, երբևիցե այն ժամանակ մեկը մյուսին չէին խոչընդոտում, հակառակը փորձում էին օժանդակեին, նույնիսկ իրանց հնարավոր ռեսուրսները ներդնեին, ընկերական եւ այլ, որպեսզի այդ իրենց ընկերը աճեր, բարձրանար եւ իրենք էլ հպարտանային այդ ընկերոջով։ Նաև մեծ դերակատարում ունի ընդհանրապես ընտանիքը եւ ձեր ծնողների դերակատարումը ինչ է ունեցել, ինչ տեղ է ունեցել ոչ միայն ձեր անձնական անձ ձևավորելու վրա, այլ նաև ձեր մասնագիտական ընտրության վրա։ Արդյոք ծնողների դերը ինչքանով է ազդեցություն ունեցել։ Այս պահին կարող է լինել նաև այն, որ Օսկարի ժամանակ ասում են ես շնորհակալություն եմ հայտնում հայրիկիս եւ մայրիկիս, իրականում սա կարող եմ ասել, որովհետեւ իմ հայրս հիմա պաշտոնաթող գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը երկարամյա մոտ 50 տարուն մոտ ծառայության ստաժ ունի ներքին գործերի համակարգում, փրկարար ծառայությունում, արտակարգ իրավիճակներում հանդիսանում է հիմնադիրներից մեկը արտակարգ իրավիճակների համակարգի անկախ Հայաստանի շրջանում եւ ես մեծացել եմ այդ միջավայրում տեսել եմ ոստիկանության կամ այն ժամանակ ներքին գործերի նախարարության լեգենդներին մարդիկ, ովքեր լեգենդներ են, որոնց մասին պետք է երևի գա ժամանակ եւ գրքեր գրվեն, ֆիլմեր նկարվեն իրականում։ Ու այդ միջավայրը իմ մեջ եւ եղբորս Գագիկի մեջ ձևավորել է ճանապարհ դեպի իրավապահ համակարգ։ Բացի ընտանեկան արժեքների ազդեցությունը եւ միջավայրի ազդեցությունը ձեր մասնագիտական ընտրության վրա, շատ հաճախ նաեւ մենք մտածում ենք, որ օրինակ մեր ծնողները եթե տվյալ աշխատանքը սիրում են, մենք էլ պետք է հետևենք նրանց ուղուն, բայց արդյոք ձեր մեջ երբ է սկսվել կամ ստեղծվել իրական սերը ձեր մասնագիտության նկատմամբ եւ ինչն է ձեզ օգնել, որպեսզի հետաքրքրություն ունենաք դեպի այս ոլորտ։ Տեսեք, ես ոլորտին հասնելու համար ես անցել եմ շատ հետաքրքիր ճանապարհ։ Մոտավորապես 37 տարի հաշվի առնելով դպրոց, ինստիտուտ, աշխատանք եւ այլ եւ այլ։ Իմ մոտ այդ ես շատ կարդացող եմ եղել, հիմա էլ եմ կարդում, ես սիրում եմ գրքի հոտը, այդ տպագրական ներքի հոտը իմ համար խենթանալիք է։ Եվ իմ ամենասիրած գրականությունը եղել է դետեկտիվ գրականությունը։ Միշտ
փորձել եմ, ասենք, այն պատանիք շրջանում, երբ որ մեկը իրան պատկերացրել է տիեզերա գնաց դառնա, այն ժամանակ շատ հետաքրքիր տիեզերա գնաց, օդաչու, չգիտեմ, բժիշկ եւ այլն։ Իմ մոտ միշտ տպավորությունն եղել է գնալ այս ճանապարհով, այսինքն Շերլոկի կամ Պուարոյի եւ մյուսների ճանապարհով։ Ու կոմիսար Մեգրեի ավելի հետաքրքիր sense։ Հիմա էլ հետաքրքիր զուգադիպությամբ իմ գործընկերները ինձ նմանացնում են Մեգրեին, չնայած Մեգրեն մի քիչ բարձրահասակ է նկարագրի։ Ուտեղից սկսել է իմ process-ը, այսինքն ես ճանապարհը հարթել եմ, ուսում, ընդունվել եմ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ասենք ժողովրդական լեզվով ասած Սևշենք։ Ավարտել եմ ու անցել եմ աշխատանքի ֆինանսների նախարարությունում որպես վերահսկիչ, ռևիզոր, ռուսերեն ասած, մի քիչ ավելի բան լինի, որից հետո անցում եմ կատարել այն ժամանակ ներքին գործերի եւ ազգային անվտանգությունը համատեղ էր ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի աշխատակազմի վերահսկողության ծառայություն, դրանից հետո ներքին գործերի նախարարություն, ոստիկանություն, եկել եմ անձնագրերի վիզաների վարչություն, դրանից հետո քերակատարողական ծառայություն, զբաղեցրել շատ բարձր պաշտոններ, որից հետո որոշել եմ, որ այդ ամենը պետքա թողնել եւ անցնել մասնավոր աշխատանքի։ Ու տենց եկել ենք, հասել ենք այստեղ։ Նաև ընդհանրապես տվյալ մասնագիտությունը այնպեսին է, որ դու միշտ կրթվում ես ու իրավունք չունես հետ մնալու, որովհետև տենդենսները զարգանում են։ Ընդհանրապես կրթական, եթե ոլորտով նայենք, բացի համալսարանական գիտելիքները, դուք ինչպես եք կարողացել յուրացնել եւ ավելի լավ մասնագետ դառնալ եւ ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր տվյալ ոլորտ են ցանկանում մուտք գործել։ Թամարա ջան, նայեք շատ հետաքրքիր հարց տվեցիք, իրականում ես դες հիմա այսպես ներկայացնեմ, որտեղ որ ես աշխատել եմ, ես չեմ դադարել ընթերցել, սովորել եւ նորարարական նորամուծություններ մտցնել իմ աշխատանքի ոլորտում, նույնիսկ պետական ծառայության ժամանակ։ Մի հատ փոքրիկ օրինակ բերեմ, հիմա բոլորը երևի հիշում են, որ այսինքն տեսած նկարականատեսեն բոլոր պետական մարմիններում կա վճարային տերմինալներ, որ մոտենում եք, փողը վճարում եք, բանկ չեք գնում։ Այդ գաղափարը, այդ նորամուծությունը պետական առաջին անգամ ասում եմ քո եթերում բարձրաձայն, պրոստի բանով sense ասեմ, էլի։ Այդ նորամուծությունը եւ այդ գաղափարը եւ իրագործումը իրականացրել եմ ես, լինելով անձնագրերի վիզաների վարչությունում բաժնի պետ։ Այդ ժամանակ միտքը շատ տենց խորթ էր հնչում, ուղղակի այս հարցի շրջանակում sense հետաքրքիր կլինի, խորթ էր հնչում, որ ոնց տերմինալ, բանկ չգնամ բան, եւ ես քննարկելով բանկերից մեկի հետ եւ այդ տերմինալների վճարահաշվային կազմակերպությունների մեկի հետ իմ անձնական պատասխանատվության տակ ասացի բերեք դրենք եւ սկսենք։ Ու ինքը տարածվեց ամբողջ Հայաստանով։ Այսօր քաղաքացիները չեն պատկերացնում իրանց կյանքը առանց վճարային տերմինալների։ Հիմա նույն ձևով բոլոր իմ աշխատանքային ոլորտներում, որտեղ ես աշխատել եմ, որտեղ գնացել եմ, ես փորձել եմ նմանատիպ կրթվել, վերցնել միջազգային փորձը, լավագույն փորձը եւ կիրառել նորամուծությունները։ Նույնը մեր դետեկտիվ մասնավոր խոզարկողական բնագավառում ստեղ մտնելուց առաջ, մինչև ես սկսել եմ բիզնես, արդեն ուսումնասիրել էի, թե ովքեր կան աշխարհում, ինչպիսի ասոցիացիաներ կան։ Այն ժամանակ, երբ որ ես սկսում եմ, իրականում երազանքի պես էր հնչում այդ ասոցիացիաներին անդամակցելը։ Եվ այն մեր այդ կրթվածությունը, նորամուծությունները եւ նպատակասլացությունը զուգորդվելով հասցրեց նրան, որ այսօր մենք արդեն մեր դիրքավորվել ենք, լավ ընկերություն ենք, ճանաչում ունենք եւ բայց դա քիչ է։ Մենք դե ավելին անենք, մենք դե ավելի կրթված լինենք, ասենց ասեմ, մեզ խոսքի մեջ ասում են մեր գործընկերները, որ դուք լավագույն 100-ի մեջ կաք աշխարհով։ Ես իրենց հումորով ասում եմ, չէ, ես պետքա տասնյակի մեջ լինենք։ Մեր նպատակը տասնյակն է աշխարհի, լավագույն top 10-ի մեջ։ Այդ էլ կրթվելու եւ նպատակասլաց լինելու արդյունքում ձևավորվել է։ Նաև երբ որ մենք արդեն ձեզ տեսնում ենք որպես մասնագետ, շատերիս համար ցանկություն է իմանալ, թե ինչպես են անցել ձեր ուսանողական տարիները, քանի որ շատ ուսանողներ սովորելու ընթացքում բախվում են մի շարք դժվարությունների, որպես ուսանող ձեզ եթե ետ վերադարձ կատարենք, ինչպիսի ուսանող եք եղել։ Մեր ուսանողական շրջանը շատ հետաքրքիր շրջան էր։ Ես միշտ կատակով ասում եմ, ընդունվել եմ Սովետական միությունում, ավարտել եմ անկախ Հայաստանում։ Ես ընդունվել եմ Ժողովրդատնտեսության ինստիտուտ 1990 թվականի օգոստոսին, այսինքն 35 տարի առաջ։
Եվ ավարտել եմ 95 թվականին, 30 տարի առաջ, երեկոյան ֆակուլտետ եմ ընդունվել, որովհետև մրցույթը շատ բարձր էր այդ տարի, ժողովրդատնտեսության ինստիտուտը պահանջված մասնագիտություններից մեկն էր, տնտեսագետ, ֆինանսիստ եւ այլն։ Ցերեկայինում ստացիոնարում չկարողացանք, բալերը չհերիքեց եւ ես անցա երեկոյան ֆակուլտետ, երեկոյան էքսոն, այսինքն երեկոյան ժամը 7-ից մինչև 10-ը։ 10-11 Առաջի 2 տարին դասընթացները նորմալ շրջանում եւ այլն, հետո արդեն այդ պատերազմական շրջան, հետո սկսեց արդեն լույս չկար, մութ էր եւ այլն, բայց էլի մենք շատ լավ ուսանողական տարիներ ենք անցկացրել, չնայած այդ ամեն դժվարություններին, մութ ու լույսին եւ առայժմ մենք ուսանողական ընկերների հետ մեր պահպանում ենք շատ լավ ընկերական հարաբերություններ, ճիշտ է, աշխարհի տարբեր կետերում ենք հիմնականում զբաղված առօրյա, բայց մենք գտնում ենք ժամանակ գորե երզանգելու, հարցանալու եւ որպեսի լավ ուսանողական տարիներ ենք անցկացրել, շատ հետաքրքիր։ Իրականում շատ շնորհակալ եմ, որ անկեղծ պատասխանեցիք, որ թեկուզ ընդունելությունը, մրցակցությունը շատ է եղել ու այնպես է ստացվել, որ գիշերային հերթով եք սովորել, որովհետև ինձ թվում է դա իրականում կարևոր է, որ ամեն կերպ ընդունվել եք ու կարողացել եք հասնել ձեր նպատակներին, բայց մենք բոլորս գիտենք, որ շատ դժվար է, երբ որ դու հաջողության ես հասնում ու քո շրջապատը, եթե շատ մարդիկ են լինում, ժամանակի ընթացքում նեղանում են եւ մնում են ամենահարազատները, ընդհանրապես ինչ է ձեզ համար նաեւ ընկերությունը, քանի որ նշում ենք, որ ասոցիացիայում թեկուզ որտեղ որ դուք կաք, բավականին այլ դետեկտիվների հետ եք դուք շփում ունենում, ընդհանրապես մրցակցությունը այս ասպարեզում ինչպիսին է։ Նայեք, այս ասպարեզում սկսեմ ամենավերջից։ Ես ունեմ մի լավ ասույթ, ասում եմ, ռուսերեն եմ դա միշտ ասում, ասում եմ դետեկտիվ ու բրատ, դետեկտիվը դետեկտիվի եղբայրն է, որտեվ մենք արյունակից չենք, բայց գաղափարակից ենք եւ կենսակերպով նույնն ենք։ Մենք անում ենք նույն գործը։ Դետեկտիվը հասարակության սանիտարն է։ Այսինքն այն բաները, որ իրավապահ հավաքարքի զբաղվածության արդյունքով կամ քրեական օրենսդրության արդյունքում հասանելի չի, այսինքն ինքը պատժելի չի իրավապահ համակարգի կողմից, հասարակության մեջ կա մի հատված, որը պետք է անի դետեկտիվը, այսինքն մաքրի։ Հիմա ընկերությունը ամենակարևոր կտորն է մեր հարաբերություն։ Իմ կյանքում առանց ընկեր մարդը, այս կյանքում ոչ մի բան է, դա դատարկությունն է, անոտ տարածությունը, խեղդվի մարդ, ես չեմ պատկերացնում։ Այսինքն առանց ընկեր մարդը պիտի խեղդվի, համարենք, որ թթվածի չկա։ Դա ընկերությունը տալիս է թթվածին։ Ասոցիացիայի շրջանակներում ես ընկերություն եմ անում, այսպես ասեմ, սկսած Նիգերիայից, Աֆրիկայի մեր գործընկերներից, Հարավային Ամերիկայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Անգլիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Թայվանի, Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Ղազախստան, շատ մեծ է ընդարձակ, ու այդ բոլորի հետ ես հասցնում եմ ընկերություն անեմ, շփվեմ, բաց չթողելով նաև իմ հին ընկերներին, որտեղ ես որևէ իմ հիմնարկում որտեղ աշխատել եմ երկար տարիներ, այդ հիմնարկը մնացել է իմ կարևոր կտորը, այսինքն իմ կյանքը վերցնում ենք մի հատ մեծ ատոմ եւ իր կողքը մոդուլները։ Այդ մոդուլները ամեն մեկը իմ աշխատած կամ անցած ուղիներն է, եւ այդ ընկերությունը չի կարող կորի։ Այդ ընկերությունը մնում է, ես մերթ գնում եմ, պատտվում եմ, ասենք հույր եմ գնում, շփվում ենք, ասում, խոսում ենք կամ փորձում ենք հավաքույթ կազմակերպենք, իրար գլխի հավաքվենք, հիշենք այդ անցած օրերը, որոշակի կատակենք, եւ այլն, ընկերություն անգնահատելի արժեք է։ Բայց քանի որ նշեցիք, որ նման տարբեր մշակույթի, տարբեր արժեքների տեր մարդկանց հետ եք շփվում, ընդհանրապես հեշտ է կարողանալ լեզու գտնելը եւ արդյոք ինչ կարելի ասել յուրահատկություններ կամ լավ արժեքներ եք նրանցից վերցրել։ Նրանցից վերցրել եմ ամենակարևորը, այդ բազմազգ մեր ընկերությունից վերջի, դե իմ հիմնական ընկերությունը, որ մանկությունից մինչև այսօր ուղեկցել է, այդ ընկերությունը ձևավորվել է Գաբրիելյան Հայկ տեսակին։ Ես միշտ ասում եմ, ծնողները դաստիարակում են երեխային, հետո երեխան դուրս է գալիս փողոց, դպրոց, ինստիտուտ, շրջապատ, եւ այդ շրջապատն է ձևավորում այդ մարդուն, ինքը ինչպիսին կդառնա։ Դա առաջինը։ Երկրորդը իմս բազմազգ ընկերները, որոնք աշխարհի մեր դետեկտիվներն են, իրանք ամեն մեկը յուրովի ամենակարևորը, բոլորը մեկտեղ մտածում են բարության մասին, մտածում են խաղաղության մասին, մտածում են բարեկամության մասին։ Դա ամենակարևորն է, շփման մեջ որևէ կերպ այլ միտք, այլ գաղափար չկա։ Միայն ընկերություն, բարեկամություն եւ աջակցություն մարդկանց։ Մարդասեր եւ կենտրոն մասնագիտություն է դետեկտիվ մասնագիտությունը, որտեղ առանց մարդասիրության չի կարող լինի։
Քանի որ խոսեցինք արժեքներից կարևորի մասին, ընկերության մասին, հաջորդը խոսենք արդեն մյուս կարևոր արժեքներից մեկի, մեր ընտանիքի մասին։ Դուք ինչպես եք ծանոթացել ձեր կնոջ հետ։ Իմ կնոջ հետ ծանոթացել եմ իմ հարազատներից մեկի գրասենյակում, ինքը պրակտիկայի համար, այն ժամանակ 2000 թվին համակարգիչներ այդքան էլ տարածված չէին, եւ ինքը իր ինստիտուտի ինչ-որ դասախոսական, ինչ-որ դասերից մեկը այնտեղ փորձում էր ձևավորել, եւ ոչ Windows-ով ինչ-որ բան, Microsoft-ի ծրագրից մեկով ինչ չեմ էլ հիշում ինչ էր։ Ես գնացի այդ մեր հարազատի Վահանենց գրասենյակ, նայեցի, դուրս եկա ու տենց այդտեղից սկսեց մնացած ճանապարհը։ Եվ որպես ընտանիքի երկու ներկայացուցիչներ, ինչպիսի արժեքներ եք ներդրել ձեր ընտանիքում եւ ինչ կարեւորություն ունի թե հոր եւ թե մոր դերը երեխաների դաստիարակության մեջ։ Տեսեք, կինս Կարինեն ես միշտ շեշտում եմ, ասում եմ մարտական, գաղափարական, քաղաքական, հեղափոխական կյանքի իրական կյանքի ընկերա, որը տարելա, տանում է եւ տանելու է իմ ամեն այն որ կապրիզներ չունեմ, բայց տեսակը միշտ մարդ պետք է ինքնակնդադատաբար վերաբերվի նաեւ իր տեսակին եւ մեր երկուսի միասնության արդյունքը նա է, որ մեր երեխաները դաստիարակվել են տղաս 23 տարեկան, աղջիկս 21 տարեկան, բանակա ծառայել Վրեժս, ամենածանր շրջանում, պատերազմից հետոյի շրջանում, որը բոլորի համար զարմանք է, դե Հայաստանը չգիտեմ ինչի է զարմանք, սովորական բան է, որ գեներալի թոռը կամ գնդապետ, փոխգնդապետի երեխան պիտի ծառայի, դա նորմալ է, երկրի համար է, զարմանում են ոնց գնում է բանակ, ասի բա ինչ պիտի անի, ու այդ ինքն էլ իր տեսակով աղջիկս նորից սովորում է, դիզայներ է, ինտերիեր դիզայնի լավագույն, ես գիտեմ իր ապագան տեսնում եմ ինչպիսին է, իսկ Վրեժը մեր հետ է, մեր բիզնեսի մեջ է, ինքը դետեկտիվ է ու շարունակում է մեր թիմի մեջ աշխատանքը, այդ ամենի մեջ իմ ու կնոջս Լուբանա ամենաշատը կնոջս Կարինեի Լուման, որովհետև ինքը կարար աշխատել, կարիերա անել եւ այլն, բայց ինքը չի աշխատել, այդ իր աշխատանքը իր երկու երեխաներն են։ Ավելին գնահատեմ, ինքը արել է ավելին, քան որ ասենք ամենալավագույն տեղերում ինքը աշխատեր, միգուցե ուրիշ ձև լիներ։ Ինքը ունի ամենալավ գնահատականը, ամենալավ մեդալները կոչումը դա երկու երեխաներն են, որոնք ճիշտ դաստիարակվել են եւ ճիշտ մեծացել են։ Իսկ ընդհանրապես արժեքների ներդրումից բացի նաև շատ կարևոր է, որպեսզի ընտանիքի ներսում, երբ որ դու ունենում ես զբաղվածություն, կարողանաս նաև ժամանակ հատկացնել, քանի որ դուք անդադար տարբեր կարելի է ասել նորամուծությունների եւ տենդենսների հետևից պետք է գնաք, այսինքն տեղեկացված լինեք, ապահովեք ձեր զարգացումը, ընդհանրապես ինչպես եք կարողանում ժամանակ տրամադրել եւ կարողանալ երկու կողմին էլ բավարար ռեսուրսներ տրամադրել։ Թամարա ջան, ընտանիքի իմ համար ամենավերևում է։ Եվ չկա այդպիսի կիրակի, մի քանի բացառություններ թե երկրում չեմ կամ ինչ-որ գործնական հանդիպում է, որ մենք ընտանիքով իրար հետ չլինենք, դա նաև մեր մեծ ընտանիքն է, հայրիկիս ընտանիքը, այնտեղ ենք հավաքվում եղբայրներով եւ մեր ընտանիքով, երեխաներով, նաև առանձին ես պարտադիր իմ կնոջ երեխաների հետ մենք գնում ենք կամ եկեղեցի քաղաքից դուրս պարտադիր ամեն կիրակի եկեղեցի գնում ենք, բայց գնում ենք քաղաքից դուրս ընտրում ենք ուղղություն եւ մենք ուղղակի գնում ենք այդ ուղղությամբ ընտանիքով ճաշում ենք, զբոսնում ենք, պատտնում ենք, չկա տենց բան, որ չնվիրես դա, ինչքան ուզում ամենալավ մասնագետը լինես, աշխարհի ամենաուժեղ մարդը լինես, եթե ընտանիքում չկաս, դու թույլ ես։ Նաև շատերը մտածում են, որ ընդհանրապես հետախույզի մասնագիտությունը վտանգավոր մասնագիտություն է եւ նման մասնագիտության տեր մարդիկ շատ հաճախ խուսափում են ընտանիք ունենալուց, որովհետեւ դա կարևոր պատասխանատվություն է։ Արդյոք սա ընդհանրապես իրականությանը համապատասխանում է, թե զուտ խոսակցություններ են։ Թամար ջան, տես, հետախույզը, այսինքն հետախույզը դա խուզարկուն չի։ Հետախույզը դա ռազվեդչիկն է, ռուսերեն ասած։ Նա իրականում կան դեպքեր, մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրում են իրենց պետության, հայրենիքի պաշտպանությանը եւ այլն, շատ բարդ զադանյաների մեջ, հանձնարարականների մեջ են լինում, գնում են տարբեր երկրներ, հետախուզական աշխատանք, այո, նրանց դեպքում ընտանիքը մի քիչ ռիսկային է։
Մասնավոր խուզարկումների դեպքում նույնպես համեմատելով կար այդ թյուր կարծիքը, որ այդ կրիմինալ եւ այլ միջավայրերի հետ շփման կամ պայքարի շրջանակներում ընտանիքը կարատուժի չէ, ընդունված է, ես ձեզ ասեմ, որպես նոր հանդիպել եմ Չիկագոյում համաշխարհային ասոցիացիայում, դրա մասին մի քիչ ուշ խոսենք ավելի, այնտեղ տեսել եմ, թե ինչպիսին է ընտանեկան, ինքը դետեկտիվ բիզնեսը, ընտանեկան բիզնեսը, եւ այնտեղ մենք ունենք դետեկտիվ, որը 70 տարեկան էր, եւ երրորդ սերունդն էր ինքը, պատկերացիք, իր պապիկը Պինկերտոնի ժամանակ դետեկտիվ է եղել, իսկ իր պապիկը Պինկերտոնին է տեսած, պապիկ, թոր ու ինքը 70 տարեկան, ֆանտաստիկ էր, դա լավ բան է, ընտանեկան է ինքը, ճիշտ է։ Նաև նշեցիք, որ վերջերս ձեր մասնագիտական ընդհանրապես գործընթացում նոր կարելի ասել գիտելիքներ եք ստացել, մի փոքր կխոսեք դրա մասին, ինչ տվեց տվյալ գիտելիքների ստանձնումը։ Թամարա ջան, ուրեմն սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսները, հոկտեմբերը նոր չել կիսվել էլի դեռ շատ բուռ եւ շատ ինտենսիվ էր։ Մենք սեպտեմբերի 1-ից 17 եղել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Չիկագոյում 7 օր համաշխարհային ասոցիացիայի 100-ամյակին նվիրված գագաթնաժողովներ, որտեղ ես եւ Վերեժը որդիս պատվավոր հյուրերի շարքում ենք եւ ասոցիացիայի խորհրդի, որը բարձրագույն մարմինն է որոշմամբ, ես արժանացա պատվի եւ հիմա ներկայումս հանդես եմ գալիս որպես ամբասադոր դեսպան։ Ասոցիացիայի դեսպանն եմ Անդրկովկասի եւ Միջին Ասիայի պետություններում։ Ես մեր ռեգիոնում շնորհակալ եմ։ Դրանից հետո նաև Կալիֆոռնիայում, Նևադայում մեր գործընկերների հետ հանդիպեցինք, նաև մեր հայազգի գործընկերների հետ, գոլեգաների հետ, որոնք շատ լավ դիրքերում են, շատ լավ խոզարկողական ընկերություններ ունեն։ Նրանց այդ շփումը եւ այդ մեր միջավայրում շփումը տվել է այնքան բան գիտելիք, նոր փորձ, նոր հնարավորություններ, որը բերել ենք Հայաստան եւ կիրառում ենք արդեն մեր հետաքննությունների կամ գործընթացային պրակտիկայում եւ արդյունքները իրանց ցույց են տալիս։ Հաջորդիվ մենք հոկտեմբերին 6-ից 8 հոկտեմբերի Երևանում կազմակերպեցինք մասնավոր դետեկտիվների միջազգային ասոցիացիայի, որի փոխնախագահն եմ ես, 16-րդ կոնֆերանսը, Մոսկվայի փոխարեն որոշեցին, որ պետքա անեն Երևանում, այդտեղ ես մի փոքրիկ միջամտություն եմ ունեցել, որ Երևանը ընտրվի, ազդեցություն եմ ունեցել։ Շատ 50 դետեկտիվ շուրջ 10 պետություններից 3 օր անցկացրել են ֆանտաստիկ, համ գագաթնաժողովն ենք արել կոնֆերանսը, գնացել ենք Հայաստանի բոլոր տեսարժան վայրերով, Էջմիածին, Սևան, Դիլիջան, Հաղարծին եւ վերջում էլ Իջևանում շատ հետաքրքիր միջոցառում ենք արել, գինու գործանում, բանկետ ենք արել ու իրանք ասած ասեմ, հիացած հեռացել են Հայաստանից իրանց սրտի կտորը թողելով ստեղ եւ վերադառնալու պարտականությամբ։ Այսքան բան ենք արել։ Երբ որ շփվում եք տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցների հետ, ընդհանրապես ինչ եք նկատում նրանց մեջ, ինչ փոփոխություններ կամ տարբերություններ կան այստեղ Հայաստանում ապրող հայերի հետ, եթե համեմատական ենք անցկացնում, եւ շատ հաճախ շատերը նաեւ կարող են քննադատել, որ լավ մասնագետները գնում են եւ զարգացում ունենում են այլ երկրներում։ Ինչպես եք վերաբերվում դուք սրան։ Այ ես որ շփվում եմ հիմնականում այս մանավանդ Ամերիկայում, որ բավականին շփում ունեցա, թե հայ գաղթօջախի մեր սփյուռքի ներկայացուցիչների հետ, թե Չիկագոյի համայնքում, Լոս Անջելեսում, Լաս Վեգասում շփվել եմ տարբեր շերտերի հետ, մեր հայրենակիցների եւ գործարարների հետ, մեր դետեկտիվների հետ, սովորական մարդկանց հետ ես դուրս էի գալիս, օրինակ Գլենդելում բան շփվում էի, խոսում էի, բան, ինձ հետաքրքիր էր։ Եվ բոլորին մի բան էր, ասում էր դուք Հայաստանում պետք է այնքան լավ անեք։ Մեկը բոլորիս վերջի կետը Հայաստանն է։ Ինչքան էլ Ամերիկայում իրանք ասեմ մի հատ ամենակարևոր իմ բնորոշումը ինչքան էլ իրանք այդ երկրներում լավ են զգում իրանք գիտեն որ միակ տեղը որտեղ իրանք հաստատ կարան ոտքի վրա ամուր կանգնեն դա Հայաստանի Հանրապետությունն է ու բոլորի մոտ կար այդ մտածողությունը տարբերությունը մտածողության գիտեք ինչու՞մ է որտեղ մենք ստեղ ենք ապրում մեր համար ասենք Կոպիտ ասած ամեն առավոտ ամեն ինչ տեսնում ենք, գիտենք, միջավայրը շնչում ենք։ Իրանց մոտ կա հեռավորությունը, այդ մի քանի հազար կիլոմետրը եւ ժամային գոտիների տարբերությունը իրանց մոտ տալիս է ազդեցություն։
Այսինքն դե արանքում էլ կարա մի քանի սուտ լուր գնա, մի քիչ խեղաթյուրված տեղեկատվություն գնա եւ իրանց մոտ առաջանա մտածողության կամ բանի տարբերություն։ Իրանք ուրիշ ձև նայեն մեր կենսակերպին, մենք ուրիշ ձև նայենք։ Իսկ երբ որ օրինակ հիմնականում մարդիկ ավելի շատ գնում են տարբեր երկրներ, նաև ելնելով նրանից, որ շատ հաճախ ավելի շատ կարողանում են վաստակել իրենց աշխատանքի դիմաց այլ երկրներում, ընդհանրապես ինչպեսին է այսօր ձեր մասնագիտության դիմաց, կարելի ասել այն վաստակը, որը ստանում եք, որովհետև մարդիկ ինչքան էլ սիրում են մասնագիտությունը, նաև ընտրում են այդ մասնագիտությունը, որպեսզի կարողանան իրենց որոշակի երազանքներ, նպատակներ կամ իրենց կատարած աշխատանք գոնե տեսնել արդեն ռեալիզացված։ Թամարա ջան, նայեք, մեր բիզնեսի տեսանկյունից պարկասու բիզնեսը քայլում է, այսպես մի քիչ Սփյուռքից եմ եկել, Սփյուռքի իրանք են ասում էլ բիզնեսը քայլում է։ Բիզնեսը նորմալ ընթացքով զարգանում է, մենք նաև Մանթաշանց գործարանների միության անդամ ենք եւ մեր գործարար շրջանակների հետ ենք աշխատում, ունենք հաճախորդներ աշխարհի տարբեր երկրներում, նաև մենք հետաքննություններ ունենք, որ իրականացնում ենք ամենավերջի մեր ֆանտաստիկ հետաքննություններից մեկը դա նախորդ իմ հարցազրույցից մեկում եմ ասել Forbes-ի լավագույն հնգյակի մեջի կամպանիաներից բիզնեսներից մեկն էր մեզ դիմել թեման ցավոտ էր զեղծարար հայերին պիտի հայտնաբերենք բայց հիմա այդպես է ինչ անենք որ մեր բան ասում գյուղ չկա շուտ չլինի հիմա մենք էլ ես ստիպված իրանց փորձում եմ այդ հետաքննությունից հետո որ ավարտեցինք փորձում եմ իրանց ասել որ Ժորժ ջան իրանք ոնց որ մոր կողմից հայ չեն քաշել են մոր կողմին հայկական մի քիչ sense բանալի թեթևացնել որ հայ չեն իրականում բիզնեսը պարկաստ ու զարգանում է ճանաչելիությունը մեծանում է ես հույս ունեմ մյուս տարի մեր 5-ամյակն հիմնադրման արդեն այդ 5-ամյակին բավականին բաներ կարանք ասենք Նաև երբ որ դիմում են ձեզ տարբեր օրինակ ծառայություններին, թեկուզ տվյալը որ նշեցիք, շատ հաճախ օրինակ լինում են դեպքեր, որ բաներ կան մեր սկզբունքներին կամ օրինակ մեզ կարող է ինչ-որ մի բան թեկուզ մեր հայրենակիցներին վերաբերի, ընդհանրապես երբ որ դուք կատարում եք օրինակ ձեր գործառույթները, արդյոք առաջացել են խնդիրներ, որը խոչընդոտ հանդիսանա, որ չիրականացնեք, կամ որևէ ծառայության համար ձեզ դիմել են, որը դուք մերժում եք։ Նայեք, ամենակարևոր բանը, որ մենք մերժում ենք ու կատեգորիկ ենք մերժում, դա Հայաստանում, ես ասում եմ, սիրասեռային հարաբերությունների գծով դիմումներ են։ Կատեգորիկ մերժում ենք, կատեգորիկ չենք ընդունում, մաքսիմում կանչում ենք խորհրդատվություն ենք տալիս, բացատրում ենք, ասում ենք, Ժորժ ջան, գնացեք ձեր համար հաշտ արել, մեր աշխատանքը մի գալա թարել, ոչինչ, ներեք, թող գնա Վերեք ընտանիքը ամուրում են ավելի լավ, հա, կոպիտ ասած մենք ստանձնում ենք ընտանեկան հոգեբանի դերը որոշակի Խոչընդոտներ հա լինում են ինչի՞ չէ օրինակ տարբեր տեսակի տեխնիկական, տեղեկատվական խոչընդոտներ կան, որ օրինակ կարող է փորձենք ուսումնասիրենք եւ մարդու վերաբերյալ ոչ մի տեղեկություն չլինի։ Կա տենց բան, հնարավոր է դա։ Այդպիսի խոչընդոտներ ա ուրիշ չէ։ Տեխնիկական կենցաղային Նաև երբ որ օրինակ մարդկանց հեռախոսահամարների միջոցով մենք մեկ անգամ փորձել ենք օրինակ իմանալ թե ով է տվյալ անձը, բայց ես ինքս մի բան էի մտածել, որ եթե օրինակ անձը գրանցվում է մեկ այլ անձի անունով, արդյոք դա խնդիր չի առաջացնում, որ տվյալ մարդու մասին տեղեկություններ իմանան։ Եթե մարդիկ օրինակ ցանկանում են X օգտատերի վերաբերյալ տեղեկություն ստանալ, միակ միջոցը դա հեռախոսահամարն է, եթե գաղտնիք չի իհարկե որոշակի ձեր Թամարա ջան Հրաշալի հարց տվեցին մեր օպցիաներից, այսինքն ինչ կարանք անենք։ Հեռախոսահամարը այն ինչ որ ինքը գրանցված է օպերատորի մոտ, մենք դրան գործ չունենք։ Դա գաղտնիք է։ Որտեւ իր անձնագիրն է, իր անազգանն է, բայց մենք ունենք բաց աղբյուրներով հետաքննության մեծ հնարավորություն, open source intelligence, բաց աղբյուրներով հետախուզություն, որի մեջ մտնում է մարդու նկարը, մարդու անազգանունը մարդու սոցիալական ցանցերում account-ները կամ անունները իրանց նաև հեռախոսահամարը այսինքն համարի թվերը մենք որոշակի լավ հիշացեցի դա գործողություն կա իրականացնենք մեր համակարգերում եւ բերում է օրինակ որ այդ հեռախոսահամարը էս Facebook-ինն է կամ էս Instagram-ինն է TikTok-ն է Telegram-ի էս օգտահաշվով է գրանցված, որը մեզ հաջորդ, նայեք, հետաքննության ամեն քայլը իր հետևից բացում է դռներ։ Այն Ford Boyard-ը ոնց է, բալանին գտնում են դուռը բացում են, բալան, հիմա մեր ամեն գործողությունը նման է այդ Ford Boyard-ի process-ին, այսինքն մի քայլ արեցինք հեռախոս, հետո գտանք Telegram, հետո գտանք Facebook, հետո գտանք նկար։ Այսինքն միգուցե ինքը Facebook-ում այլ
fake անունով է։ Իր նկարն է, բայց գրել ասենք, չգիտեմ, Սիրուշ Վարդուշ, չգիտեմ, ինչ-որ մի բան։ Հիմա այդ նկարը մենք ինչ ենք անում։ Մենք ունենք նաև համակարգ, որը կենսաչափական ճշտությամբ ստուգում է։ Բալիս ենք ընդեղ, ասում ենք արդյոք այս նկարը որևէ տեղ կա։ Իրանք բերում են, որ օրինակ, չգիտեմ, ինչ-որ թվին ինքը ունեցել է одноклассники, ինքը մոռացել է դրա մասին, ջնջել է։ Հա։ Բայց բազայում մնացել է աղբյուրներում կա, ինքը одноклассники-ին շնչում է, այդ account-ը չի ջնջել, հեռացրել։ Ինքը իրան է դուրս եկել։ Հետքերը մնացել են։ Բերում անդեղից, որ դա ոչ թե Սիրուշ Վարդուշն է, այլ ասենք Կիրակոսյան Սիրանուշ, չգիտեմ, Սանթրոսի օրինակ։ Արդեն նույնականացրեցինք, չէ՞, եկանք, հասանք Սիրանուշին։ Բան չի մնում արդեն, սա Սիրանուշին հայտնաբերեցինք։ Այսինքն միևնույնն է հին հետքերը բացահայտումներ թողնում են, որ ես բոլորին ասում եմ, հիմա քո եթերում եմ ասում, թվային հետքը, ով որ խափի, ասի ես ջնջում եմ թվային հետքը, ով որ ասում է ես սա եմ անում, իմացեք խափում է։ Դες բան անհնար է։ Միգուցե կարողանան այնպես անեն, որոշակի ժամանակ թաքցնեն։ Մենք ունենք գործընկերներ, որոնք նման առաջարկ անում են։ Տարբեր երկրներից, ասում են մենք կարող ենք անել նենց, որ օրինակ Google-ում կամ Yandex-ում կամ որևէ այլ որոնողական համակարգում որոշակի տեղեկությունների քանակը նվազի, բայց հեռացնել անհնար է, որովհետև X տեղում կամ կարող է աֆրիկական մի հատ կամ չինական որոնողական համակարգում դեռ մնացած լինի։ Ընդամենը այնտեղ որոնում են, ինքը նորից կյանք է ստանում, գալիս է ամբողջ համակարգ։ Անհնար է թվային հետքը ջնջել։ Իսկ եղել է որևէ առաջարկ, որը բավականին դրա դիմաց, որը իրականացնեք, խոշոր օրինակ դրա դիմաց գումար ձեզ կտային, բայց նորից չի համապատասխանել սկզբունքներին, կարող եք նորից անվանումներով չխոսել, բայց օրինակ դեպքի մասին խոսենք ավելի շատ։ Եղել է, ինչու՞ չէ։ Մի կին եկել էր մեր մոտ եւ ինքը շատ մեծ գումար, ասում էր, ինչ թիվ, թղթի վրա գրեք թիվը, ես կտամ, դե ամուսնուս բռնենք։ Հա։ Ուղղակի, այդ բանը։ Ու մենք իրան բացատրում ենք, ասում ենք ցավը տանեմ, հարգելիս, քույրիկս, հարազատս, չենք անում էլի, ինքը նորից արդեն փողի ծավալն է մեծացնում։ Ինքը մտածում է, որ փողով կարա հաղթի, դա ամենավատ բանն է, երբ որ մարդը մտածում է, քեզ կարա փողով քո պրինցիպներից կամ քո դրած ստանդարտներից դուրս տնի։ Դա ամենավատ բանն է։ Փողով ոչ ոք դետեկտիվին չի, իսկական դետեկտիվին փողով չեն կարող առնել, որովհետև բաներ կա, որ դետեկտիվն անում է անվճար։ Օրինակ մենք խորհրդատվությունների 100% խորհրդատվություններ անվճար է, կարը 4-5 ժամ տանջում ենք, բայց ոչ մի կոպեկ մեզ փող չտան դրա համար։ Տեսեք, այդ կինը մեր ամենահետաքրքիր դեպքն է, որ ուրիշը լիներ մեր փողախարեն, չունենար, ասենք, որոշակի պրինցիպներ, պատիվ եւ այլ, կվերցներ փողը, կգնար իր, չգիտեմ, գալատները կաներ կամ խափեր կամ միգուցե եւ այլն, արդյունքում կառներ մեծ փող, բայց կկորցներ պատիվը, կկորցներ հետագա իր ընթացքը, զարգացումը եւ այլ եւ այլ։ Մեր համար առաջնորդում ենք մի հատ հին հայկական ասացված կա, շատ ժողովրդական է հետաքրքիր, ասում է մի հոր հացը մի փոր հացով մի փոխի։ Շատ լավ։ Մենք հենց այդ պրինցիպով ենք առաջնորդվում։ Նաև դուք ունեք մեկ այլ ծառայություն, երբ որ կարողանում եք նման մարդկանց գտնել եւ ռուս բլոգերներից Նաստյան, որը իր Instagram-յան էջում գցել էր դա, մենք նախորդ հաղորդումից հետո իմացանք դրա մասին, բայց չէինք խոսել դրա վերաբերյալ։ Ինչ կասեք, ընդհանրապես մարդիկ շատ են ցանկանում իմանալ, թե օրինակ աշխարհում իրենց նմանվող այլ մարդ որտեղ է ապրում, թե ծառայությունը իրականում գոյություն ունի, բայց օգտվողները այդքան շատ չեն։ Թամարա ջան, այդ ուղղակի ասենց ժամանցային է, այդ հետաքննությունը։ Իրականում եթե մարդիկ դիմեն, մենք կփորձենք գտնենք։ Այդ դեմքով, նկարով, եւ որ նշեցի այդ տարբերակով, դա ժամանցային է, բայց հետաքննություն է, որտեղ այդ աղջկան գտանք մենք Ռուսաստանում, Կրասնոյարսկում էր։ Ինքն էլ է զարմացել, էլի որ հանդիպեցի Նասյայի հետ եւ այլն, ասենց ու ինքը դիմեն կգտնենք։ Դա նենց մեր մոտ օպցիա է, այսինքն ոնց է հեռախոսի մեջ, չէ, կարգավորումներ կան, տարբեր բաներ, օրինակ զանգել, SMS գրել, չգիտեմ, սա հեռախոսի վրա բերեմ օրինակը։ Հիմա մենք ունենք նաև այդ օպցիան, դեմքով կամ նկարով որոշակի գտնել անձին։ Դա տենց օգտով, եթե դիմեն կարանք օգնենք։
Իսկ որն է ամենաշատ պահանջվող ծառայությունը, որը մարդիկ դզանդադիմում են, օրինակ այս ծառայության վերաբերել։ Նայեք, հայերը դիմում են ընտանեկան հարցով, պարտադիր, դա հայկական հիվանդություն է, այս արդեն նույնիսկ Չիկագոյում իմ ելույթի ժամանակ ասացի, նույն հարցը հնչեց, տարբեր դե քննարկում ենք, խոսում ենք, բան, ասում են, ի՞նչն է տարածված, ասում Հայաստանում ամենատարածվածը այդ սիրային հարցերն է։ Իրանք ֆրանսին ասեն ինչի հայերը սաղ իրար դավաճանում են, այմերտ ասի չեն դավաճանում, ուղղակի հայ կանայք շատ խանդոտ են, ու ասենք ամուսինը եթե միամիտ աշխատանքից եկավ մի քիչ այլ հոտ եկավ վերից, բանը դառնում է դետեկտիվ, մանավանդ հիմա որ կա դետեկտիվ, всё, դիմում են դետեկտիվին, արդեն ամենաշատը այդ հարցով են դիմում, իսկ ընդհանուր իրական պրակտիկ բիզնեսի մակարդակով, որտեղ մեր ամենամեծ ուղղվածությունը դա կորպորատիվ անվտանգության եւ բիզնեսի անվտանգության ապահովումն է, դիմում են բիզնեսմենները, դիմում են գործարար մեր գործընկերները, իրենց աշխատակիցների բարեվարկությունը ստուգելը, նոր ընդունվող աշխատակիցների բարեվարկությունը ստուգելը, գործընկերների բարեվարկությունը ստուգելը, ասենք կարող է հիմա իրանք օրինակ Ռուսաստանում փորձեն պայմանագիր կնքեն ինչ որ X կամպանիայի հետ ընկերության եւ այդ ընկերությունը լինի սիրուն կոնֆետկա ձևավորված, ռեգովազդային, բայց ինքը տակը լինի դատարկ փուչիկ։ Շատ վատ փուչիկ իր զիբիլները մեջը ու պայմանագրից հետո ռիսկերը գան գնի այդ մեր գործընկերոջ վրա դրա բար իրանք պատվիրում են մենք ստուգում ենք ասում ենք ես մի խոսույթ ունեմ ասում եմ դետեկտիվը հուշում է բայց չի պարտադրում բայց հուշում է Շատ լավ։ Նաև ընդհանրապես այսօր շատ են տարբեր ընկերություններ օգտվում ստի դետեկտորից, եթե որոշակի բաներ են ցանկանում ստուգել։ Արդյոք սրա վերաբերյալ ինչ կարող եք ասել, որովհետև շատ երկրներում մարդիկ մտածում են, որ դա ճիշտ մոտեցում չի, մնացածը կարծում են, որ դա ավելի ճիշտ է, քանի որ դիմացինին պետք է ճանաչես, նոր կառույց թողնես։ Մեր գործընկերոջ հետ մենք այդ ծառայությունը մատուցում ենք Հայաստանի Հանրապետությունում Այո, մեր գործընկերոջ մոտ է տեղադրված, որը բավականին բարձրակարգ եւ պրոֆեսիոնալ մակարդակով է իրականացնում, խաբել դետեկտորին անհնար է։ Կարող եք խաբել դետեկտորի մասնագետին։ Սարքը ֆիքսելու է։ Դա նման է, ոնց որ այբուբենը գիտես կարողանում ես կարդալ, կամ թվերը գիտես կարողանում ես բազմապատկել եւ թվերը չգիտես ոչինչ չես հասկանում խառը նշանները հիմա նույնը պոլիգրաֆն է կամ ստի դետեկտորը ընդունված պրակտիկա է եւ միջազգային շատ գործընկերներ կան որոնք աշխատում են մեզ հետ այդ ուղղությամբ փորձում են իրենց աշխատակիցներին կամ պաշտոնի փոփոխության կամ բանի դեպքում անցկացնել ստի դետեկտորով Եվ եթե անփոփոխ հարցերին անցնենք, եթե չեք աշխատում, այսինքն ոչ աշխատանքային օր է լինում, ինչպես է անցնում ձեր առօրյան։ Ես ամենը չեմ պատկերացնում ինչ չաշխատելով, որովհետև նմանացնում եմ մեր աշխատանքը բժշկի աշխատանքին, մեր մոտ 24/7/365 ռեժիմով է։ Նույնիսկ տոնական կամ այլ օրերին կարող է գիշերը Ամերիկայի մեր հայրենակիցներից մեկը վերցնի հեռախոսը, մեր գիշերը իրանց ցերեկը։ Ուղիղ վերցի ու զանգի։ Ինչպես որ հնարավոր է տեսնի, բայց երբ որ հնարավոր է լինում, իմ հիմնական ժամանակը ես անցեմ կասնում իմ ընտանիքի հետ։ Ամենաթանկը իմ համար իմ ընտանիքն է։ Շատ աշխարհում ամենաթանկն է։ Նաև ինչ սկզբունքներ ունեք, ընդհանրապես կյանքին վերաբերող ձեր անձնական սկզբունքները, որոնց երբեք չեք դավաճանի։ Ամենակարևորը սիրել հայրենիքդ, սիրել ընտանիքդ, սիրել ծնողներից, սիրել ընկերներից, սերը շատ կարևոր սիրել քո աշխատանքը, սիրել կյանքը ընդհանրապես եւ Աստծուն, որովհետեւ այդ սիրո այդքան սերերի շրջանակում մարդը մնում է մարդ։ Չդավաճանելու ամենակարևոր բանը դա չեմ սիրում սուտասաններին, չեմ սիրում գոռոզ մարդկանց, գոռոզ մարդը, հպարտ մարդը, այն որ եթե հնարավորություն լինի ինչ-որ, չգիտեմ, որ օրենքով թույլատրվի, կարելի է այդ գոռոզ մարդու ուղղակի մեջքը ուղղել որոշակի փայտիկով, ասենց տերթոդիկի պես, էլի, որ ինքը գոռոզ չլինի։ Ամենավատ բաներն են դրանք։ Սուտասանը, գոռոզը, դավաճանը վատ բան է, երբ որ դավաճանում է։ Դրանց ասած պիտի ուղղակի չտեսնես, իմ համար են ամենավատ բաներն են։ Իսկ սերը ամենակարևորն է, սերը գերիշխում ամեն ինչի մեջ։ Եվ եթե վերջին հարց լինի, ինչպես եք պատկերացնում ձեր անձնական եւ մասնագիտական զարգացումը ապագայում եւ ինչ նոր մտահղացումներ ունեք, որոնք կարող եք կիսվել բարձրաձայնել։
Տեսեք, շատ հետաքրքիր է, առաջի քայլը մեր զարգացումներից, ասենք, մտահղացությունից 3 որդիս Վրեժը ընդունվեց միջազգային դետեկտիվների միջազգային ասոցիացիայի որոշմամբ ու ինձանից գաղտնի, այսինքն որոշում ընդունել են, ես չեմ մասնակցել, ընդունվեց, դարձավ ասոցիացիայի անդամ, այսինքն ինքը դետեկտիվ գործունեության առաջին level-ը, ասենց ասեմ, անցավ, ինքը դա ունի դա։ Հաջորդը եղբորս Գագիկի համար արդեն ուղարկել ենք հայտը համաշխարհային ասոցիացիային, որ ինքը դառնա անդամ։ Եվ մենք նայում ենք արդեն ռեգիոնալ կենտրոն, իմ ելույթը մեր աշնանային կոնֆերանսը, որ եղավ Երևանում, հիմնված էր սրա վրա։ Երևանը, հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը կապող ամենաամուր կամուրջն է, ամենալավ միջավայրն է, եւ բոլորին ասացի, որ ձեր գործունեությունը եւ ամեն ինչը կարող եք կենտրոնացնել Երևանում։ Իմ նպատակն է ապագա աշխարհում կա մայրաքաղաքն է, դա Չիկագոն է, Լոնդոնն է դետեկտիվ բիզնեսի։ Իմ նպատակն է Երևանը դառնա դետեկտիվ բիզնեսի 3-րդ մայրաքաղաքը։ Դե ինչ, պարոն Գաբրիելյան, շնորհակալ եմ նման ուսուցանող եւ մոտիվացնող զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, Թավարա ջան, միշտ պատրաստ եմ ցանկացած հարցով։ Կարող եք դիմել, կարող են դիմել մեր հայրենակիցները, մի անգամ էլ ասեմ, մեր մոտ խորհրդատվությունը անվճար է, մենք պատրաստ ենք օգնելու, ինչպես նաեւ մի խուսափեք դետեկտիվից։ Դետեկտիվը մի քիչ հումորով ավարտենք, մաշկա վեներոլոգ չի, ամոթ չի դետեկտիվին դիմելը։ Դե ինչ, շնորհակալ եմ սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։